Լուսե բարեգործական հասարակական կազմակերպության եւ Հայաստան համահայկական հիմնադրամի երրորդ փուլը մեկնարկել ենք 1 ամիս առաջ։ Այս փուլը ֆինանսավորվում է Նիդերլանդների եւ Գերմանիայի տեղական մարմինների կողմից։ Այս պահին գտնվում ենք Վարդենիսում, որտեղ հավաքվել են Գեղարքունիքի մարզի շահառուները։ Շահառուները հիմնականում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն են, ովքեր նախկինում չեն ունեցել որևէ մասնագիտություն եւ չեն աշխատել Արցախում բնակվելիս։ Գրեթե բոլորը բազմազավակ մայրեր են եւ առաջին իրենց փորձն են կատարում, իրենց գործը ստեղծելու, իրենց նոր մասնագիտություն ձեռք բերելու համար։ Ընտրել են հիմնականում կարուձև, մատնահարդարում եւ վարսահարդարում մասնագիտությունները։ Ծրագրի մասին ընկերուհիս ճիշտն ասած սովորել է այստեղ հրուշակագործության բաժնում ինքը սովորել է ու մարդիկ էին ման գալիս աշակերտների արցախցիների երկրորդ խումբ արդեն ես էլ ցանկություն հայտնեցի որ մասնակցեմ մատնահարդարում շատ եմ սիրել բայց չեմ սովորել ու ցանկություն հայտնեցի որ սովորեմ եւ աշխատեմ այդ ուղղությամբ սովորում եմ հագուստի մոդելավորում մանկուց շատ եմ սիրել Առաջին մասնագիտությունս է։ 1 ամիս է սովորում ենք, դեռ մանկական բաժինն է եւ որ լավ ստացվի, ամեն ինչ բարեհաջող ստացվի, կփորձեմ սեփական փոքր բիզնեսը բացել։ Մենք կատարում ենք տարբեր աշխատանքներ իրենց հետ, թե հոգեբանական, թե մոտիվացիոն աշխատանքներ, որպեսզի պատրաստ լինեն հետագայում աշխատելու։ Ունենում ենք փորձեր, երբ շահառուն ավարտում է, ունի շատ լավ ձեռք, աշխատանքը կատարում է գերազանց, սակայն չի կարողանում իրացնել իր ապրանքը եւ չի իմանում ինչպես աշխատել։ Այս դեպքում մենք մոտիվացիոն եւ աշխատանքի շուկայում ներգրավելու համար հատուկ աշխատանքներ ենք իրականացնում մասնագետների հետ, որպեսզի կարողանան ճիշտ ներկայանալ շուկայում, թեկուզ սոցցանցերի միջոցով կարողանան վաճառել իրենց մասնագիտական հմտությունները եւ աշխատանքները։ Շահառուները երբ որ սկզբում եկել էին, իրենք շատ տխուր էին, բայց աշխատելով իրենց հետ, այսօր իրենց աչքերում կա փայլ, իրենք ունեն նպատակ, տարբեր մասնագիտություն սովորելով իրենք կարողանան հետագայում աշխատանք ունենալ եւ բարելավել իրենց ընտանիքները։